ու ուսումնասիրում էի Շանթի գիրքը, սենց բացի են, որ սենց մի հետաքրքիր բան եղավ, հիշում եմ դրա մասին կիսվեմ ու հետո կշարունակեմ այն խոսքս։ Կարդում էի Շանթի գիրքը, որպեսզի հասկանայինք, որ տեքստերը պետք է ընտրենք, մի պահ կա, որ սենց կարդացի, ես եմ գրում, ու սենց ինչ-որ բան էր գրված, գրված էր ու սենց ասացի լավ դե դու չես գրել, ոնց որ երկխոսության մեջ էի մտել Շանթի, ասում լավ դե դու չես գրել, մեկը Շանթը շարունակում է, ու մեկը մեջիցս ասեց, որ էդի դու չես գրել։ Ասում եմ Արտուր, ասում եմ դեսի նոր շատ բան է եղել, ասում եմ չի հասկանում, ասում եմ մի 4-5 անգամ բացատրեցի, ասում եմ դու չես ասում, իրականում, երբ որ հասա վերջ, գիրքը սենց փակեցի, վերջում շատ կարևոր տողեր կար, տողերը սենց էր, որ ես ու իմ նմանները կգտնենք մեր աշխարհը, ու ես հասկացա, թե ինչ եմ ես ուզում ես անեմ, երևի հենց դրա համար, որովհետև երբեմն չէ, նույնիսկ միշտ պետք է անես մի բան, որը որ երրորդ աչք չի ցանկանում, դու ես ու ինչ-որ մեկը, ու էդի ամենաանկեղծն է, որը որ իրականանում է, դա կլինի թեկուզ ինչ-որ ձեռք մեկնելը, թե ուղղակի նայելը ու նայելով ինչ-որ մի բան տալը ինչ-որ մեկին։ Ու կարծում եմ, որ այդ աշխարհը, որի մասին որ խոսում է Շանթը, ինքը ստեղծվում է այն լույսի ներքո, որ իրականանում է, երբ ձեռքդ մեկնում ես մյուսին։ Իր ձեռք մեկնելու գործընթացը տեղի է ունենում, երբ դու վերցնում ես քո վրա մի բան, որը որ կապ չունի տարիք, այդ ամեն ինչը կապ չունի շրջանները դարաշրջանમાં, ոչ մի բան կապ չունի, կապ ունի, որ դու վերցնում ես քո վրա մի բան, որ դու ուղղակի այն մեկին, ով որ նմանված չի իրականում, շատ բաներով դիմա որ նման է քնի, նմանա դու ուղղակի շարունակում ես ինչ-որ մի բան, իրականացնում ես մի բան, որը որ պետք է անես ուղղակի։ Սրա մասին էի շատ ուզում խոսել ու շնորհակալություն։ Ես մի հարց ունեմ, մենք այս ընթացքում մեր բազը շատ հնարավորինս աշխատել ենք փորձերի ընթացքում հանդիպել ենք, բայց ունենք այս հարցը չի դներ այն հարվածը, նագիրը որտեղից է գալիս, այ հիմա է ներքի մեջից Շանթի Այդ կարդալու ընթացքում, երբ որ ես դες կարդում եի ու Արտուրի հետ քննարկում ենք, դες հասա մի տեղ ասացի Արտուր, ասացի մեր այն հարվածակը։ Ես մի բան կուզեմ ասել, ճիշտ ասած, ուզում եմ, որ ներկայացումը որպես ներկայացում չնայվի ու խիստ չդատվի այն առումով, որ ինքը ավելի շատ ստեղծված է զուտ սխալ ասելու բիցիսկի կամ ինչ-որ բան, բայց մեր զգացողության վրա մենք չենք կենտրոնացել նրա վրա, թե ում մասին ասա կոնկրետ զինվորի կամ, այսինքն նենց չի, որ իմինը Շանթն է կամ ասենք իմինը Շանթի մաման է, սկզբից նույն իմ կերպարի համար ասեմ, շատ էի ուզում ծանոթանալ Շանթի մամայի հետ ու շատ ուզում էի կարդալ այդ գիրքը, հետո հասկացա, որ եթե դա արվեց, դա լինելու է կոնկրետ մեկի մասին։ Ես կոնկրետ իմ կերպարում փորձել եմ ընդհանուր մամա, որը մի տղա։ Ես ինքս ունեմ տղա 15 տարեկան, 16 այս է դառնալու ու Արտուրին միշտ էի ասում, ես իմ տեսանկյունն է, այսինքն իմ մամայի տեսակն է, որը մեծացնում է հայրենասեր տղա, միևնույն ժամանակ համ ուզում է իր ամոթ պահի, համ չի ուզում, որ իր տղան սենց ինչ-որ իր փեշի տակ մեծանա։ Դրա համար շատ խնդրում եմ, ուզում եմ, որ դուք խիստ չնայեք, խիստ չդատեք, ու սա որպես ներկայացում չէ, այլ որպես ինչ-որ փոքրիկ դրվագ, որը հայ ընտանիքի, հայ զինվորի, հայ տղայի ու սիրով, սեն փոքրիկ դրվագն է։ Ես ուզում եմ, որ դուք ձեր ժամանակը հաճելի անցկացրեցիք երեկոն, շնորհակալ եմ, որ բոլորդ եկել եք։ Չիմանալով որ մի քանի ժամով օրվա մեջ մենք շփվում ենք, ճանաչում ենք, ու մեծ տոնում, ես իրեն իսկապես առանձնացրել էի, գիտեմ զգացել է չէ, իր անջեստության, այսինքն Էլեն այնտեղ որտեղ մենք ենք, այնպիսին էլ ինչպիսին ինքը կա, պարզ, անգռնազբոս, չի փորձում ավելի լավ իրեն ցույց տալ, եւ փաստորեն նույնը ինքը բերում է,
շատ զարմացա, շատ հուզվեցի, ապրես։ Իրականում ներկայացման կներեք, ներկայացման ամբողջ են բանը է, ես ու Արտուրն են սկզբում երբ որ որոշում ենք ու բանը, որ ամենակարևորը, որ Շանթը մենք ինչ-որ պահի հասկացանք, որ պետք է իրան նկատենք, որպես մեր կոլեգա, որովհետև ինքը գրել է ու ինքը լավ է գրել ու պետք է իր գրվածքը ինչ-որ կերպով, ինչ-որ պատկերի զգացողության տեսարանի միջոցով կարողանանք փոխանցել։ Այսքանը։ Իմ փոքր կոյ համաձայն չեն, որտեղ իմ ներկայացում էր այդ գրականությունը վերելու վերև, այսինքն ստացվածա մի ինքը թողել է մի գրականություն, հակիկա տեքստը, բայց Ես էլ եմ տենց կարծում։ Որովհետև դրան մեկ ուրիշ լեզու տալ, մեկ ուրիշ լեզվով մտածել այդ նույն տեքստի մասին, գուցե մեկնարկային փորձ է, գուցե պետք է ավելի զարգանա, բայց կարևոր է այդ շատ Ես էլ եմ Չհասկացա դոկումենտալ ժանրի, այսինքն որպես ուզում եք հասկանալ դոկումենտալ ժանրի առաջին մեր գրավվածություններ Մոտ ռեժիսորի մոտ Իրականում ես այսպես եմ կարծում, չեմ գալի հետ համոզել, որովհետև դեռ անտիկ ժամանակից եկել եմ, որ երբ որ բեմում կանգնած է դերասանը, պրինցիպի ոչ մի բան պետք չի, իրան պետք է նույնիսկ ինքը մենակ արդեն կարող է ստեղծի, եթե հայտնվում է երկրորդ մարդը, դրա համար Էսկիլոսի եւ Վիպիդեսի մոտ կա, որ երբ որ երկրորդ դերասանը կա, արդեն պիեսները գրվում են ծույլ, արդեն հետո նոր Սոֆոկլեսի ժամանակ նոր երրորդը եկել է։ Այսինքն երկու հոգի կա, երկուսը խոսում են ու արդեն ամեն բավական է, ստեղծում են հրաշքը, որի մասին որ խոսում են ու Պիտեր Բրուքն էլ շատ դեկորացիաներ հանում են ու մինիմալիստական թողում են միայն դերասաններին ու թողում են իրենց զգացողությունը, որը որ խոսքի միջոցով ուղղակի փոխանցվում էր։ Եվ ինչ որտեղ նաև այդ ունի այդ տեսակը իր, տեսակն է այսինքն ինձ չի, որ այնի ներկայացում են ներկայացում չէ, այնի այն կերպի մեջ է, այն կերպի մեջ է։ Ես այսպես եմ Տիգրան ջան։ Շարունակելով Դավիթի ասածը, համաձայնությունը Հետևեմ ես բարձրացել, եթե նշված չի որպես երեկույթ, իսպանական շանթի շապատի, որը գործում եք մասնագիտության հետ։ Այս մասնագիտությունը պետք է լինի գնահատական շանթից, բայց ոնե այն նախանշանը, այն հայտը, որին որ հավաքն է։ Ուրեմն ես հարց եկում մասնագիտական ուրիշ կրթություն ունեմ, մասնագիտների որ, այսինքն եւ տեսել եմ արդյոք այդ դոկումենտալ ներկայացումը։ Այո, ես դերասան եմ Վիրուպայևի ներկայացումն եմ տեսել, հենց Մոսկվայում արված, այսինքն դոկումենտալ հետաքրքրությունը եւ հետո վիդեոյով, որովհետեւ ժիվոյ չէի կարող տեսնել եւ ուսումնասիրել եմ դոկ թատրոնը ամբողջ իր հիմունքներով ժիվոյ դոկումենտալ բավական ներկայացում ա եղել, բայց բավական ներկայացում ա եւ ձեի թեմայով եւ ինքնական բնության թեմայով զարգացան թեմայով Շատ միշտ շատ հայացք շատ է գրածել, շատ մի հայացք ունի, որ գրիթե անընդհատ այդ հայացքը միշտ ինձ ես այդ հայացքը տեսա բերում վրա որքան էլ ասեք ներկայացում չէ, ես հավանում սա զրույցերի դա շատ դժվար է, որ նստած են ընտանիքի անդամներ ու իրանց առաջ պետք է դուք շատ պարտավորեցնող է դա, բայց այս թեթև կարծես ակնթարթային զրույց, բայց ես բեմի վրա շանթում տեսա, ես ապրեցի ամեն ինչ 20 թվականից հետո ես ճանաչել եմ շանթում, ապրել։
խնդրեմ, հարցեր, եթե կան ուրիշ հարցեր։ Ես երկու բար խոսեմ, երբ տղաներին առաջին անգամ միակ անգամ հանդիպեցին ներկանը, իրենք ներկայացրեցին ինչ է ուզում, այդ ժամանակ արդեն պարզել, որ ներկայացումը գրքի մոտիվներով լինի և գրքի ներկայացումը ոչ թե շանթի մասին է, այլ այո, ընդհանրական կերպար, որը պիտի խոսի վերջի տարիների իրադարձություններով։ Ըստիս դուք փոխանցեցիք։ Անկեղծ զգացողությունս այլ էր լսել Շանթիին, որովհետև իրականում այն ինչ մասին գրված է, մենք խոսել ենք, անգամ Շանթը չի բարձրել, Շանթի ձայնով չենք լսել այդ ամեն ինչը, մենք կարդացել ենք։ Եվ այլ էր, երբ ես գրեթե բոլոր բառերը գիտեմ, ինքս եմ կարդում, եւ այլ էր, երբ որ դա հնչում էր քո վերանից։ Եվ իրականում ես քեզ առաջ մեր հանդիպման ժամանակ էլ ասացի, որ այդպես հետաքրքիր նմանություն կերպարային։ Ես էլ եմ պրոպրիսում։ Ես ավելի ֆրանսիական եմ լսում, բայց այդ որ տեսա ուրախացած մերում կաչ։ Ես վերջին 4 տարիների ընթացքում շնորհակալությունս գրեթե միշտ Շանթի խոսքերով եմ հայտնում և նրա անհրաժեշտությունը կա։ Շանթը գրել է, եթե ինձ հնարավորություն ընձեռվեր ծրագրավորել մարդու ուղեղը, առաջին հերթին նրան սովորեցնեի շնորհակալություն ասելու արվեստը։ Եվ վերջում ստորագրել էր, Շանթն անգամ դեռ չի գրված գրվել, պես որ շնորհակալ եմ այն ամեն ինչ տեղի ունեցավ այսօր, շատ գեղեցիկ։ Ձեզ եք շնորհակալ ու վստահ եք։ Ես էլ իմ շնորհակալությունը ասեմ, որ ես նախագծին այս ուղը Վահեն Արտուրը նախաձեռնել են, որ այս հայտում ենք ունեցան։ Իրական պարզ ասեմ, տակ լինեն դոկումենտալ ընթացքում շատ բարդ է ու հատկապես Հայաստանում մենք ոնց որ մեծ ջանք են գործադրում, որ որևէ մեկը երիտասարդներից այդպես որևէ թեմա վերցնի ու անկարող է թեմայի ուսումնասիրության ու էդի հասցնի բեմ ու հանդիսատես ունենա, իրականում շատ քիչ հանդիսատես ունի թատրոնը շատ դժվարությամբ է ինքը ոտքի կանգնում, այդ տեսանկյունով իսկապես շատ կարևոր քայլ են իրենք արել, հատկապես նաև թեմայի ընտրության կոնտեքստում շատ պատասխանատու է, բոլորս էլ ամեն ինչ պարզ է, հասկանում ենք ու իսկապես ես շատ շնորհակալ եմ իմ կողմից, որ այս գաղափարով եկան ու մենք էլ ինչքան որ կարող էինք իրանց ամեն կերպ փորձել ենք, որ իրագործության ենք։ Այդ բոլորը ձեր կարծիքը ասեցիք, տպավորությունը ասեցիք։ Ասեմ ես եմ ուզում խոսել։ Շատ գրոտ դրական եմ։ Այն ինչը որ ներես օրերի երիտասարդները գործում են իրանց գերագիտությամբ, գործում են իրանց խոսքով, իրանց ոճով, իրանց ձևով, իրանց ապրելաձևով, գործեն ներկայացնել, գործեն խաղան։ Իդեպ մեր հայ ազգը, մեր պատմության մեջ ինքս շատ հայտնիների եմ ճանաչել։ Բոլոր հայտնիներն էլ սկսել են խաղալ սկզբից։ Դերական են գնալ, հալաված է, սենց հայեր են դեղվով ասել։ Ինչ անեք, միշտ բազմաթիվ ձերս հանդիսատեսը, թող ապական պրոբլեսիայով բազմաթիվ, կան բանասել։ Արտուրին են ես ինձ են ճանաչել։
չէի սպասում, զարմացրել եմ, բոլորիցը գողը շնորհակալ եմ, ձեզ նոր մտքի միտք եմ ցանկանում, թեվավոր խոսքեր եմ նոր ցանկանում եմ դուք հանդես գաք, ցանկանում եմ դուք լսելի դառնաք, ցանկանում եմ մեր հայ հայտնիներին տակ անցնեք, այդքան բան, ես շնորհակալ Ես չէի սպասում քեզ, ես անկեղծ ասում, բոլորից շնորհակալ եմ, դուր եկավ Ես մի բան էլ ասեմ, որպես որը էլի համարում եմ խիստ կարևոր, որպեսզի նաև մեր հանրությունը, մեր հասարակությունը ճանաչելով, մեր միջավայրը ճանաչելով չափազանց արժեքավոր են, որ այդ երկու երիտասարդներ անդրադարձել են իրենց սերնդակցին ու այդքանով այդ խոսքին տիրություն անող կա, այդ շատ կարևոր է սկալս։ Շատ Հա, այդ շատ ինձ համար շատ ոգևորիչ էր ու շատ շնորհակալ եմ իսկապես ապրել։ Մենք էլ ձեզանից ենք շնորհակալ։ Դե բարձր փորձերի ժամանակ տարբեր բաներ տեսել ենք, այդ անհամբար բրավո եղեք, կեցեք, շատ շնորհակալություն։